Ոչ թմրանյութերին այս խորագրով ամբողջ Վրաստանի մունիցիպալիտետներում անցկացվեցին մինի-ֆուտբոլի մրցույթներ տարբեր թիմերի մեջ։ Ախալքալաքում 13 թիմ եւս մասնակցեցին մրցաշարին։ Կազմակերպել են ֆուտբոլի ֆեդերացիան, համալսարանների ասոցիացիայի եւ մունիցիպալիտետի հետ միասին կազմակերպել են ոչ նարկոտիկին, դուք տեսնում եք փակված է, ոչ նարկոտիկին, այս ամբողջ Վրաստանի տարածքով կազմակերպված է, մինի ֆուտբոլը մեր կողմից 15 թիմ գրանցվել էր, երկուսը ցավոք սրտի հրաժարվեցին, գազի հիմնարկը մեր հրաժարվեց, որովհետև խաղացողները ասում գյուղերում են աշխատանքի բերումով, ցավոք սրտի օրը մենք չենք կարող նշանակել այնպես, որ սա ընդհանուր պետության մագարտակով էր ժերեբովկան կատարած, որ չենք կարող ասել, որտեղ երբ որտեղ պետք է խաղան, որովհետև դրա համար էլ ասենք շաբաթ կիրակի օր չէր, դրա համար նրանք չկարողացան մասնակցել եւ Սուլդաու թիմը չկարողացավ մասնակցել օբյեկտիվ պատճառներով, մնացած 13 թիմ մեր մունիցիպալիտետից մասնակցում են խաղերին, տեսնենք այսօր հաղթողը եւ իրենց կողմից եւ ֆեդերացիայի կողմից կստանան իրենց պարգևներ եւ մեր մունիցիպալիտետի կողմից կստանան առաջ, երկրորդ, երրորդ տեղերը զբաղեցնողը կստանան իրենց պարգևները, մեդալները եւ մնացած պարգևները, իսկ այսօր հաղթող թիմը վաղը ժամ 5-ին պետք է խաղա արդեն մունիցիպալ ռեգիոնալ մրցումներին, ասենք Ախալցխայից այսօր ովքեր դուրս կգան, Նինոս Մինդայից, Ախալցխայից, 6 մունիցիպալիտետ հաղթողների հետ, այսօրվա մեր հաղթողը վաղը ժամը 5-ին Բորժոմի թիմում մենք տրանսպորտ կհատկացնի մունիցիպալիտետը, որոնք պետք է գնան Բորժոմի եւ այնտեղ պետք է խաղ անցկացնեն, տեսնենք, ցանկանում ենք բոլորին հաղթանակ։ Մրցույթը շարունակվեց մինչ երեկո, որի ավարտին առաջին տեղին արժանացավ Մուրջախետ գյուղի թիմը, երկրորդ տեղին Վաչյանի, երրորդ տեղին արժանացավ IP Service կազմակերպության թիմը։ Հաղթողները ստացան արժեքավոր նվերներ, պատվոգրեր եւ մեդալներ Ախալքալաքի քաղաքապետարանի կողմից եւ գավաթներ կազմակերպիչների կողմից։ Առաջին տեղին արժանացած թիմը եւս ստացավ 1000 լարի գումար։ Առաջին տեղը զբաղեցրող Մուրջախետ գյուղի թիմը կշարունակի պայքարը այսօր հունիսի 25-ին Բորժոմի քաղաքում։